Իսկ հիմա ես ուզում եմ խոսել ինչ որ Մինեսոտա նահանգում սպանություն տեղի ունեցավ։ Մինեսոտայում տարօրինակ է, որ այդ Մինեսոտա քաղաքը մոտարապես 450,000 մարդ է ապրում։ Պատկերացրեք Գլենդելի 2 անգամ մի քաղաք է։ Իսկ 3,000 այս immigration-ի custom enforcement-ի ոստիկաններ նախագահ ուղարկեն այդտեղ։ Մինեսոտայի նահանգապետը 2 տարի առաջ, այսինքն անցյալ տարի մրցակիցներ նախագահի, երբ որ Քամալա Հարիսի հետ դեմոկրատների անձիկ էին, որ այդտեղ մրցակցության մեջ էին Թրամփի եւ Ջեյ Դի Վանսի հետ։ Հիմա տարբերությունը Լոս Անջելեսում, որ 4 միլիոն է ապրում, 1500 ոստիկաններ էին ուղարկել այստեղ։ Հիմա ես անցյալում ձեզ ասել եմ, մի 37 տարեկան կնոջ, որ 3 երեխաների ծնող է, ուրեմն կրակում են, սպանում են այդ կնոջը մոտարապես մի 10 օր առաջ։ Հետո այս շաբաթավերջին մեկ 37 տարեկան երիտասարդ, գիտեք այստեղ ատրճանակ ունենալը օրինական է, ատրճանակը վերցնում է, այստեղ կանգնած է սրճակույն ժակետ ունի, քրեմ, շալվար ունի, նկարում է, ոստիկանության նկարում է, այնտեղ ազատ է ատրճանակը, եթե գիտեք հիմա օրինական է, իրենց մոտ ունենում են ատրճանակ, բայց ինքը միայն նկարում է, տեսնում եք գալիս են իրեն խփում են, հետո 7 այսպես 7 հետևից եկավ խփավ ոստիկանը այդ անձնավորությանը, վայր է ընկնում, ձեռքը տեսնում եք բարձրացրել էր, ձեռքերը բարձրացրել էր, այսինքն մի ձեռքը իր տելեֆոնն է նկարում է, մյուս ձեռքը բարձրացրել է, ամենայն դեպս իրեն վայր են գցում, հետո ոստիկաններից մեկը գալիս է եւ հետո կրակում են իրեն վրա, այսինքն 10 փամփուշտ են կրակում, այսպես տեսնում եք 9-1 րոպե, արդեն 8-59 րոպեին իրեն հետ սկսում են, տեսեք այսպես կրակում է ոստիկանը իր վրա, եւ ուրիշ ոստիկան նաեւ կրակում է 10 փամփուշտ են կրակում այդ մոտիկ տարածքում, այսինքն հերվի չէ, ճիշտ անմիջապես իր վրա կրակում են եւ մահանում է այս անձնավորությունը։ Ինքը հիվանդանոցում էր գործում, VA-ի հիվանդանոց էր գործում, հետո իր մահից հետո ասում են, որ քիչ հետո պիտի ցույց տամ նոմ անունով Department of Homeland Security նախարարուհին ասում է, որ ինքը եկել էր եւ ուզում էր, որ ոստիկաններին սպանի, այսպես տեսնում եք, սա նախարարն է, որ բանից դուրս է գալիս, որտեղ վիդեո կա։ Իրենք վիդեոները չեն տվել, կառավարությունը պահում է վիդեոն, բայց մարդիկ նկարեն վիդեոն բոլորը կա։ Այստեղ տեսնում եք շաբաթ օրը այս նախարարը այդպես է ասում, որ ոստիկաններին եկել էր սպանելու։ Հիմա այստեղ տեսնում եք այդ երիտասարդին եք տեսնում, որ հիվանդանոցում նրս է աշխատում եւ այսպես իր հայրը, ծնողները ավել շուտ ասում են, որ ինչ որ ասում են սուտ են խոսում սրանք եւ ամենայն դեպս կրակում են իր վրա 3-ը մեջքի վրա են կրակում, իր կողքին են կրակում, երեսին են կրակում, ամենայն դեպս եւ այսպես ամենայն դեպս մահանում է այս տղան FBI-ը այդ պրետի հեռախոսը վերցնում է եւ իր ատրճանակը վերցնում է նաեւ ասացի ինքը ատրճանակ ունի որտեղ ամեն մարդ այստեղ այս երկիրը միցե որ ատրճանակ կարող է ունենա սա նահանգապետն է որ բողոքում է որ սպանել են այս երիտասարդին ասում է Waltz սա փոխնախագահի դիրքում էր նախապես ասում է որ մենք ուրախ ենք որ վիդեոներ ունենք որ չեն կարող այս ստեն որովհետև այդ վիդեոները ցույց է տալիս որ այս տղան երբ ասել են ձեռքերը բարձրացրել է
հանձնվել է, հետո իրեն վայր են գցում եւ 10 փամփուշտ են իր վրա կրակում, մոտարապես 7 ոստիկան իրեն հետ այսպես որ վայր գցեն, ինքը հանձնված էր իհարկե եւ բռնի կերպով իհարկե այն նոմ նախարարուին ասում էր բռնի կերպով ուզում էր որ արձագանքեր, քանի որ ինքը նահանգապետը ասում է որ վիդեո կա, այդպես բան չի եղել եւ այսպես տեսնում եք այս խռովությունը այս երկրում օրը ստորե ավելի շատանում է եւ հիմա անգամ իրենք ուզեցել են զանգում է նախագահի հետ են խոսում, այսինքն նահանգապետը նախագահին է զանգում այդ քաղաքի քաղաքապետին, այս երիտասարդը ինչ որ մահացել է, այստեղ տեսնում եք ինքը նախապես ասած հիվանդանոցում երբ մարդիկ տարել էին մահացել էին, այդպես խոսում էր իրենց մասին իր ծնողները նորից այս իր հայրը ավելի շուտ այստեղ տեսնում եք ասում է բոլոր մարդկանց համար շատ ուշադիր էր կամ հոգ էր տանում դրա համար գնացել ներս էր դարձել եւ ինչ որ Մինեսոտայում կատարվում է եւ Ամերիկայում այս immigration-ի ոստիկանությունը բոլորը շատ բարկացած են, անհանգստացած են, ասում է իր հայրը իր երեխայի մահից հետո։ Հիմա ոմանք տեսնում եք այստեղ գնում են մեկ հոթել, ուր որ այս ոստիկանությունը, գիտեք, դրսից են գնացել բոլորը, հոթելի մեջ ուզում են մտնեն, մեկ ոստիկան այդ հոթելի մեջ է, տեսնում եք այդ IC կամ immigration-ի ոստիկանն է հրացանով իհարկե, երբ տեսնում է ամբողջը գալիս է դեպի այդ հոթելը, ասում է տեղային փոլիս ուրա, գիտեք, երբ որ սրանք գնում են, ժողովուրդը գալիս են իրենց բողոքելու, քաղաքային ոստիկանը գնում է, միթե մի դեպք պատահի ոստիկանությունը կա, քաղաքների ոստիկանները սովորաբար այս երկրում immigration-ի հետ գործ չունեն, նամանավանդ որ սրանք նաև զինվորականներ են, ոստիկաններ են եկել են immigration-ի ոստիկանությունը, ուրեմն քաղաքային ոստիկանը այդտեղ ներկա չի, հետո որ ժողովուրդ հարձակվում են, իրենք նաև ցանկությունը որ փոլիսը կա իրենց օգնի, այսինքն այս զինվորներին փոլիսը կա օգնի, այստեղ տեսնում եք police department-ը ասում է ուր է ժողովուրդը եկել են ապակիները կոտրվել է, նորից տեսնում եք, երբ որ այս երիտասարդին 7 ոստիկաններ, տեսնում եք նորից 37 տարեկան Pretty անունով է, այս տղան նախապես այսինքն ծնողները երեխայի մասին ասում են մենք մեզ վատ ենք զգում, հիվանդ ենք զգում մեր տղայի համար, որովհետև սա անհավատալի է, որ կրակեն, երբ որ ինքը ձեռքերը նաև աշխացրած էր, կրակեն ու սպանեն մեր զավակին, որ մտահոգություն են հայտնում։ Հիմա այստեղ նաև տեսնում եք արդեն ոչ ատրճանակ է ունեցել ընտանիքն է ասում եւ ասում են վիդեոները կա եւ սպանել մեկին որ ատրճանակ ունի, որտեղ ամեն մարդ այս երկու ատրճանակ ունի, բայց կրակել իր վրա, երբ որ չի օգտվել ատրճանակը, ինքը ձեռքերը պարչացրել է եւ կրակել ու սպանել, մտահոգություն են հայտնում, այսպես ինչ այստեղ տեսնում եք։ Հիմա այս հարցը իհարկե շատ լուրջ հարց է դարձել, պատճառը շատ լուրջ հարց է դարձել այս Alex Pretty մահվան պատճառով, գիտեք այս 37 տարեկան մի կին սպանվել էր, մտահոգություն եղավ, այսպես հարցեր տեղի ունեցավ, բայց այսպես ինչ որ տեսնում եք, ինչ որ տեղի ունենում, հետևում են եւ հիմա 29 Republican ներկայացնի տան անդամներ մտահոգություն են հայտնել այս մասին, Republican-ները, որ
նախագահն էր աման տվել, որ կնան քաղաքները անօրինականներին ձերբակալեն այս երկրից, եթե անօրինական երկրից վտարեն, կամ ձերբակալեն, հիմա ինչ որ հրաման է տվել, ռիփաբլիկներ չեն խոսում, որովհետև նախագահ ռիփաբլիկն է եւ Թրամփը կարող է եթե խոսեն, ինչպես ուրիշների Marjorie Taylor Greene մի կին էր, մասամբ շատ քրիստոնյա, երբ որ Թրամփի հետ հակատրվեց, նախապես շատ մոտիկ էին, Թրամփը մեկ ուրիշի ասաց ես կհովանավորեմ, որ նրան որպես չընտրվի, եւ հիմա էլ ուրիշների այդպես մեկ ուրիշ առիթով մեկ սենատոր Լուիզիանայի սենատորին սպառնում է, որովհետև Թրամփի դեմ անգամ այս հարցի վրա Լուիզիանայի սենատորը ասել է սա զորք հանել մարդկանց դեմ ճիշտ չի ռեփաբլիկանը, ուրեմն նրան ուզում է դեմ մեկին նշանակի ներկայացնի տան անդամասերտու մրցակցության մեջ մտել ընտրության սենատի ընտրության ես քեզ կհովանավորեմ մյուս սենատորին աշխատանքից անենք հենց ռիփաբլիկան սենատորի ոչ թե դեմոկրատի բնականաբար ռիփաբլիկան դեմոկրատներ հարաբերություն լավ չի ուրեմն նախագահ այսպես ասել հիմա այսինչ որ նախագահ ասեն է եւ դժվարություն է ստեղծվել իսկ ինչու այսպես ալիքը բարձրացավ որտեւ այս մահացուն հրյա էր մեկ անգամից հրեական կազմակերպությունները սկսին ներկայացնի տան սենատի անդամներին բոլորին մտահոգություն հայտնեն որ այս երիտասարդ հրեայի մահվան առիթով եւ դրա համար ներկայացնի տան անդամներ սենատի անդամներ միցե բոլորը հիմա կարողանում են բողոքել դրա համար Բովինը անունով այս ոստիկանների ղեկավարին հանեցին, քիչ հետո իհարկե պետք է ցույց տամ շարունակությունը տեսնեք, որ ինչպես այս ձևավորվեց։ Հիմա եթե շարունակենք, կտեսնեք նույն ինչ տեղի ունեցավ։ Նախագահն է տեսնում եք անգամ հանդիպեց ասացի նահանգապետին, սա Թեքսասի նահանգապետն է, որտեղ նա նաև արտահայտվել է այս բանը Abbott անունով, Թեքսասի նահանգապետն է, որ ասել է պետք է վերանայել այս հարցին, recalibrate, վերաչափել այսպես այս հարցը, որ գնում են մտնում են քաղաքները եւ այսպես դեպքեր կարող ապատայի սա ռիփաբլիկան է եւ բողոք է կամ մտահոգություն է հայտնում եւ մենակ նա չի ասացի երբ այս հրեական կազմակերպության նոմ այդ անգամ պահանջում են որ այդ նոմը հեռանա աշխատանքից հեռանա նախագահ ասել է ես լրիվ վստահություն ունեմ իրեն ուրեմն այս վիդեոների հիման վրա է որ կարողանում են մարդիկ նկարել են իրենք ոստիկանները նաև կամերաներ ունեն դրանք չեն բացահայտել այսպես տեսնում եք այդ ատրճանակներ ինչ որ Ստիվեն Միլլեր նախագահի ամենահավատացյալ կամ ամենամոտիկ անձնավորություն ասել է որ այս անձը ուզում էր ոստիկաններին սպանել այսինքն սխալ արտահայտություն են անում այստեղ տեսնում եք Trump Wall Street Journal-ն է, որ տերականը ինքը նաև հրյա է եւ միշտ հովանավորում է ռիփաբլիկան կարծիքներ եւ այլն նրանք նաև գրել են որ Թրամփի վարչակազմը ինչ որ ստում է այս տղայի մահը ստում է որ ինքը ատրճանակ ուներ կամ ատրճանակ ուզում էր օգտվել որովհետեւ վիդեոներ կա եւ այդպես չի եղել ասում է նաև այս թերթը որ լրիվ Թրամփի հովանավորող թերթ է մեկ ուրիշ թերթ New York Post նորից տերերը հրյա այդ կազմակերպություն ասում են որ Թրամփը հարկավոր է այսինքն ինչ որ Minneapolis պատահել է ամերիկացիները չեն քվեարկել որ այսպես տեսարան տեսնեն եւ այսպես չեք կարող շարունակել եւ ստեք ժողովրդին որովհետեւ իրենց աչքին անգամ Republican Senator այստեղ Ted Cruz-ն է խոսում նաեւ
նա մտահոգություն է հայտնում, որ ինչ որ կատարում են, դա ասում է, որ պետք է investigate լինի սա եւ որպեսի ժողովուրդ կարողանա հավատք բերի այս վարչակարգին։ Տեսնում եք, սրանք ռիփաբլիկաններն են, այդ ասացի, դեմոկրատները բնականաբար բողոքում են։ Այս անձնավորությանն եք տեսնում, զոհին եք տեսնում, այսպես վիճակ, որ մեծ խռովություն է սա, եւ հիմա Թրամփն ասել է, որ հեռանան այդտեղից։ Նորից Թեքսասի նահանգապետին տեսնում եք, պետք է ճիշտ ձևով ասում է կազմակերպեն աշխատանքը, որտեղ որ գնում են։ Այսպես քաղաքապետն է այդ քաղաքի, որ Թրամփ անգամ իրեն հետ խոսել էր եւ նոմ այս քարտուղարն է կամ նախարարն է, որ սկզբում ասաց, որ անձը ուզեցել է կրակի կամ սպանի ոստիկանությանը, որը հիմա իրեն քննադատում են։ Մեկ ուրիշ անձնավորության այստեղ ինչ որ տեսնում եք, Comer անունով ներկայացների տան Oversight Committee պատասխանատուն է, որ 100%-ով միշտ Թրամփին հովանավորել է, երբեք մի բան դեմ չի խոսել, անգամ այս անձը այս մտահոգությունը հայտնում, որ այսպես մտնել քաղաքներում, ձերբակալել եւ մեկ անգամից հիմա ռիփաբլիկանները համարձակվում են անգամ խոսել, որովհետեւ ասացի հրեական կազմակերպությունները խիստ ճնշում են դրել։ Սենատորներին եք տեսնում, բոլոր այդ սենատորները նաեւ մտահոգություն են հայտնում եւ ասում են պետք է նորից ուսումնասիրել, այսպես չի կարելի շա։ Սրանք ռիփաբլիկան սենատորներ են, դեմոկրատները ասացի բոլորն են, եւ ասում են նոր ձևով պետք է այս հարցին մոտենալ, դրանց մեջ նաեւ Թեքսասի, Կալիֆոռնիան ամենամեծ նահանգն է, երկրորդ ամենամեծը Թեքսասը։ Սա ռիփաբլիկան մեկ տեխնացու է, որ այսօր ասած ես ընտրությանս չեմ շարունակելու, որովհետեւ գիտեմ գնամ այնտեղ սա բոլոր խռովությունը այս երկրում։ Ում որ տեսնում եք Զարն է Թամ Հոմն անունով աչում, որը փոխարինելու է այդ զինվորների ղեկավարին, որ ծախում Բովինո անունով, նրան հետ են կանչել եւ այս պետք է Բոմանը գնա այդտեղ ուսումնասիրի եւ նախագահը ասել է ուղղակի իրեն պետք է զեկույցի այդ քաղաքին, այդ ինչ որ տեղի ունենում նախագահին տեղյակ պահելու համար, այսպես տեսնում եք մեծ ես ուզում եմ շարունակել հիմա այս մեկ անկյունադարձ է ինչ որ տեղի է ունենում այստեղ այս տղայի սպանությունը եւ եթե չլինեին այդ կազմակերպությունները, այստեղ նորից տեսնում եք բարձունքում նախագահի խորհրդատունը Ստիվեն Միլլեր ասում է եթե ոստիկանությունը իրեն չսպաներ, այդտեղ մեծ ինքը սպանություն էր տեղի տալու, քանի որ այս անձը բնավ նպատակ չի ունեցել, միայն բողոքում էր։ Ինքը ասել է այս Միլլերը նախագահի ամենամոտիկ խորհրդատուն է, ասում է որ domestic terrorist էր, եկել էր սպանելու ոստիկան, որը բնավ ճշմարտության հետ չի, ասացի իր քարտուղարուհին նաև արտահայտություններ արել, որը վիդեո կա հիմա բոլոր ինչ որ ասելեր սխալ տեղեկություններ նախապես տվել։ Սա նախագահի ում որ տեսակ խոսնակն է, որ ասում է նախագահը չի պատասխանում հարցերին, լրագրողները հարցնում են եւ հոմնին եք տեսնում, ասացի, որ հիմա ինքը հետևելու է եւ այստեղ տեսնում եք social media-ի վրա ասել է, որ ուղղակի իրեն այս IC կամ immigration ոստիկանների մասին ինքը տեղյակ կպայի նախագահին եւ ասացի զինվորականներին հանելու են այդ 3000, որ ասացի անսովոր էր։ Նախագահն եք տեսնում նահանգապետի հետ խոսել էին եւ
որ բնավ ցանկություն չուներ խոսել, միշտ հայհոյում էր այդ նահանգապետին, իսկ հիմա Դոնալդ Թրամփը ասում է ես խոսել եմ նահանգապետի հետ եւ մենք իրար հասկացանք, խոսեցինք, իր քարտուղարուհին է, որ խոսում է այս մասին, որ նախագահը առավել ուսումնասիրում այս հարցը, հիմա տեսնենք վերջավորությունը ինչ է լինելու։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից եղանակի մասին պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Burbank Adult School-ն է հովանավորում։ Սա չափահասների համար է 18 տարեկան եւ ավելի 12 դասավանդումներ է լինում։ Բոլոր դասավանդումները անվճար են, Կալիֆոռնիայի նահանգը վճարում է, որ դուք ոչինչ չվճարեք, բայց տարբեր ոլորտում կարող եք ձեր մասնագիտություն, կրթությունը բարձրացնել, բուժքույր դառնալ, ատամնաբույժի օգնական դառնալ եւ ուրիշ դասավանդումներ է լինում։ Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Central Avenue Pharmacy դոկտորը եւ իր դուսրը տեղագործներ են, կարող եք զանգահարեք տեղեկությունների համար, տեղերի համար, իրենց տեղատունը Կալիֆոռնիայի փողոցի վրա է գտնվում։ Իսկ իրենց նոր կենտրոնը պիտի բաց անեն Sunland քաղաքում, որպեսզի ամեն ինչը պիտի վերցնեն, տեղատունը պատրաստ է այնտեղ եւ հարակից քաղաքները Sunland-ի կարող են օգտվեն ծառայությունից։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք բնակարան եք վարձել, մրջուն կա, միջատ կա, մուկ կա, որևէ տեղ Կալիֆոռնիայում չի տարբերում։ Չպիտի այդպես լինի, դուք վարձակալ եք, պետք է բնակարանը մաքուր լինի։ Եթե այդպես չի, զանգահարեք, դուք ոչինչ չեք վճարում, եթե փաստաբանը կարողանա ձեզ համար գումար վերցնի, հետո փաստաբանին կվճարեք, եթե ոչ, դուք որևէ պարտականություն չունեք։ Ծրագիրը հովանավորում է Շահին Թուրնը հովանավորում ծրագիրը։ Շահին Թուրը դեպի Ժապոնիա ճամփորդություն է կազմակերպել այսպես ապրիլի 20-ից մինչև 29-ը 10 օր $3490 ընդամենը սա հեռախոսահամարն է զանգահարեք։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան ատամնաբույժներն են հովանավորում։ Եթե որևէ հարց ունեք ձեր ատամների հետ, լինդի հետ, արյունոսություն կա, ցավեր ունեք, անպայման զանգահարեք այս հեռախոսահամարին, ժամադրություն վերցրեք։ Ես ուզում եմ խոսել եղանակի մասին, Ամերիկայի կես մասը մոտարապես 160 միլիոն մարդ դժվարության մեջ է, որովհետև ծիուն, փոթորիկ տարօրինակ վիճակ է եւ սառույց։ Պատկերացրեք 1 սանտիմետր սառույց լինի փողոցներում եւ դուք ուզում եք գնալ։ Դրա համար 29 հոգի մահացել են մինչեւ հիմա, անընդհատ այդ ձյունը քերում են, որովհետև թե չէ իջնելու է։ Հիմա պատկերացրեք Բոստոնում 22 ինչ, 55 սանտիմետր ձյուն է նսել, Նյու Յորքում մոտավորապես 25, տեսեք այս Subway-ը, ջուրը մտեն է լրիվ տարածքը, որտեղ ձյունը եթե ալվում է, բայց ասացի մեծամասնություն սառած է, եւ պետք է ձյունը քերեն, թե ոչ շենքը փլվում գալիս է ցած, որ քիչ հետո նմանը կտեսնեք, քիչ հետո Ֆիլադելֆիայում ինչ ձյուն է եկել, տեսնում եք այսպես ձյունը տանում են, որովհետև հնարավոր չի փողոցները լրիվ փակվեն են, անգամ պոլիս տեսնում եք պետք է օգնի մեքենաներին, որպեսզի ծառերը բնականաբար ծանրացած է, իջնում են ծառերը, այստեղ տեսնում եք եւ Միսիսիփիում այստեղ նաեւ տեսնում եք այս թրաքը, որ Nashville, Tennessee է, սառույցը անգամ այդ թաբլոն, սայնը նաեւ ցած է իջեցրել, տեսնում եք այստեղ նորից այդ կայծակը ինչ որ տեսակ Nashville-ում էր եւ անգամ աշխատողներին ասեն տուն գնացեք, թողեք մնա, որովհետեւ ծառերը ցած են գալիս մինչև քամի է, քամին սաստիկ է, ավել մեղմանա, հետո կգաք, որովհետև ծառվայր ընկնում չեն կարողանում էլեկտրական լարերի վրա աշխատեն, այսպես տեսնում եք
արևելյան նահանգները աշխատանք մասամբ գոյություն չունի, հնարավոր չի որևէ տեղ գնալ, ինչպես այստեղ տեսնում եք, անգամ փոլիսը մնացել էր, չէր կարողանում գնալ, այստեղ Թենեսիում էր, թրակը վայրեր ընկել, տեսնում եք այսպես դժվար կացություն է ամեն տեղ փոթորիկ կամի, այսպես տեսնում եք ինչ է տիրում եւ դրա համար է որ մարդիկ միշտ դեպի արևմուտք են գալիս մեզորի տեսնում եք այստեղ ծառերը վայր են ընկել դժվար կացություն է ստեղծված ամենտեղ ամեն տարի բացի այս տարի իհարկե արևելյան նահանգներից գալիս են արևմտյան նահանգ, ինչպես Կալիֆոռնիան այս տարի, բայց Կալիֆոռնիան, որտեղ շատ թանկացել է, դժվարություն կա, 670,000 մարդ այստեղից գնացել են, Թեքսաս մանավանդ շատ են գնացել, 77,000 մարդ է գնացել, ընդհանուր 670,000 հեռացել են Կալիֆոռնիայից, իսկ 450,000 մարդ եկել է Կալիֆոռնիա, այսինքն ընդհանուր 200,000 ավել քիչ մարդ կա հիմա Կալիֆոռնիայում երևի ծյունը, դժվարությունը, թանկությունը բոլորը պատճառ են, որ Կալիֆոռնիայից մարդիկ հեռանում են։ Ես հիմա ընդհանուր ուզում եմ եղանակը ցույց տալ ձեզ, տեսնեք ինչ է տեղի ունենում Միացյալ Նահանգներում։ Այսպես տեսնում եք, dangerous cold, այսինքն վտանգավոր ցուրտ է, մահացու, ձեզ կարծացի արդեն, որ 29 հոգի մահացել են Ամերիկայում։ Տեսեք հիմա ջերմաստիճան նայեք, այնտեղ Փիթսբուրգ 20 աստիճան 0-ից ցած է դա, այսինքն 30 աստիճան սանտիգրադ։ Բայց եթե կարողա փոխվի, ինչպես այստեղ տեսնում եք ուրիշ տեղ կարող 0-ին մոտ է, տեսնում եք որոշ տեղեր 34 Ֆարենհայթ, իսկ ուրիշ տեղեր 10 աստիճան 0-ից բար Դալլաս հանկարծ եղանակ տեսնում եք ինքշաբթի օրը 50 աստիճան է, այսինքն 0-ից բարձր եւ մոտենալու է 0-ի, ինչ որ մենք գիտենք 32 Ֆարենհայթ 0, ինչ որ մենք ունենք Ատլանտա մի քանի օր առաջ սառույց էր բոլոր, հիմա 0-ից բարձր է մասամբ, տեսնում եք փոփոխության ենթակա է եղանակը, այսպես տեսնում եք։ Ես ուզում եմ շարունակել եւ ցույց տալ մեկ օդանավ ինչ որ 6 ճամփորդներով Թեքսասից բարձրանում է, գնում է Մեյն նահանգը։ Հյուսիս արևելյան այդ նահանգն է օդանավը գնում։ Հետո բարձրանում է, որ հետ վերադառնա։ Գիտեք 20,000 թռիչք ուրբաթ օրվանից քանսել եղել։ Ամերիկայում այսպես բան չի եղել, որ այս օդանավն է հետո վայր է ընկնում, երբ որ բարձրանում է Մեյն նահանգից բարձրանում 6 հոգի մեջն են լինում, 6-ն էլ դժբախտաբար մահանում են։ Այստեղ տեսնում եք զանգում են, ասում են օդանավը upside down շրջվել է, սա օդանավն է, որ 7:45 րոպե Կիրակի օրը բարձրանում է, բայց եւ տեսնում եք նախ Հյուսթոնից գնացել էր այնտեղ, իսկ հետո երբ բարձրանում է որ վերադառնա, այս դժբախտությունն է իրենց պատահում, բոլորը զոհվում են օդանավի մեջ, այստեղ տեսնում եք։ Եվ կառավարությունը պետք է հետևի տեսին պատճառը ինչ էր, ինչու օդանավը վայր ընկնում, մի տարի տևում է ուսումնասիրությունը։ Տեսեք քանսել եղած թռիչքներն է, 11,000 քանսել է եղել Կիրակի օրը։ Այսօր 5,000, մինչև ես ձեզ խոսեմ 5,000, հիմա մինչև գիշեր կարող ավելանա, իսկ ուրբաթ օր նաև 5,000 քանսել է եղել, ուրեմն այս 3 օրվա մեջ 20,000 թռիչք քանսել է եղել, որ չտեսնված է, տարիներ է այսպես չի եղել, որ այս կարճ ժամանակահատվածում, գիտեք ամեն թռիչք պատկերացրեք միջին մի 200 հոգի ճամփորդում են օդանավներով,
20,000 թռիչք, այսինքն խոսում ենք 2 միլիոն մարդու մասին են, 4 միլիոն, 3 միլիոն, 4 միլիոն մարդու մասին են խոսում, որ պատրաստվել են այդ դժվարությամբ գնացել են օդանավակայարանը կամ օդանավակայանը եւ հետո թռիչքը cancel պետք է վերադառնան այդ սյունի մեջ պատկերացրեք եւ այլն, տեսեք ինչ տահաճ մոմենտ է անձի համար։ Ես ուզում եմ այստեղ ցույց տալ Santa Ana, Կալիֆոռնիայից դեպք ցուցադրել, այստեղ տեսնում եք այս ոճրագործը, որ կոկեյն էր բերում այս երկիրը, իրեն գնացել այսինքն Մեքսիկո ձերբակալեն են հետ են վերադարձ։ Ինքը Օլիմպիկի խաղերի, այստեղ տեսնում եք այդ Ryan Wedding անունով այս անձնավորությունն է, որ 20 տարի առաջ Օլիմպիկի խաղերի մրցակիցն է եղել, ոսկե մեդալ է շահել, բայց հետո սկսել է կոկեյներ, մեծ 6 տոննա տարեկան կոկեյն, ամենակարևոր անձնավորություններից էր, որ FBI-ը փնտրում էր, այսպես most wanted, ցախ բարձունքում իրեն տեսնում եք Ryan Wedding-ին, կոկեյնը Կոլումբիայից բերում էր Մեքսիկո, Մեքսիկոից բերում էր Ամերիկա, մեծ մասը վաճառվում էր Կալիֆոռնիա եւ հետո մի մասն էլ նաեւ արևելյան նահանգներն էր ուղարկում, մեծ այսպես դրագի մեջ է, տեսնում եք այս դրագը ինչ որ կարողացել են ձեռք բերեն, որ այդ հիման վրա էր, որ փնտրում են իրեն եւ դատարանում պետք է վկաներ կային, վկաներին հրաման է տվել ուրիշների, իհարկե գնացել են վկաներին սպանեն, որ չկարողանան դատարան կան, այսինքն տեսեք, հիմա Cash Patel FBI ղեկավարն է այդտեղ, որ ուզում էին բերին այստեղ հետո տեսան մի քիչ պրոբլեմ կարող է Santa Ana տարին իրեն, Los Angeles չբերին, որպեսզի շատ այնտեղ խառնճաղանճ վիճակ չլինի եւ ահա հետո դատավարություն պիտի լինի։ Ես պիտի դադարվեցնեմ, երբ վերադառնամ դատարից մեկ accident ցույց տամ ձեզ, որ 17 տարեկան երեխան է պատճառը դարձել, իսկ ծրագիրը հովանավորում է Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը։ 3 սրահներ ունի 120-150 եւ 300 տարողությամբ հարսանիք կնունք նշանտրեք կարող է կատարել, բայց ամեն օր նաև ճաշ են առաջարկում։ Ծրագիրը հովանավորում է Private Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Եթե տեղեր եք վերցնում, իրենք ձեզ խոստանում են, որ իրենցից վերցնեք գոհ եք մնալու։ Եթե դժգոհ եք այդ տեղատունից ինչ որ տեղ եք վերցնում, այստեղ զանգարեք, հեռախոսահամարը շատ հեշտ է 818-600-777։ Ծրագիրը հովանավորում է նաև Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Չոփորյանները 3 փաստաբաններ են, եթե ավտովթար եք ունենում, accident եք ունենում, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով 818-244-47-47։ Jora Transportation-ն է հովանավորում ծրագիրը, սա տեսնում եք այստեղ Cadillac մեքենա է 7 հոգու տարողությամբ եւ կարող եք վարձել, եթե հարսանիք է, փարթի եք գնում, կոնցերտ եք ուզում գնաք, վերադառնաք, ուզում եք արձակուրդ գնալ, Լաս Վեգաս գնալ, ուզում եք գնաք Սան Ֆրանցիսկո կամ ուրիշ քաղաքներ եւ նաեւ Վեգաս, ասացի երևի երեխա ունեք դպրոց տանի եւ երեկոյան հետ վերադարձնի երեխային դպրոցից կարող եք Վարան Ժորայի ծառայությունից օգտվեք զանգարելով այս հեռախոսահամարներ։ Ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն հովանավորում է ծրագիրը, Hollywood Piano-ն Ամերիկա ամենախոշոր դաշնամուրի խանութն է։ 600 դաշնամուր այնտեղ կա, որևէ երկիր դաշնամուրը արտադրում իրենք ունեն։ Այցելեք։ Ծրագիրը դոկտոր Ջահանգիր Փարքերն է հովանավորում, եթե ալերժի ասմով տառապում եք, այս հեռախոսահամարին զանգեք, ժամատրություն վերցրեք, կվերադառնա։
17 տարեկան մի տղայի ծնողները փոլիսին զանգ են տալիս, որ իրենց երեխան կորելը չկա։ Իսկ մանից դուրս է գալիս, որ այս 17 տարեկանը մեքենա է գողացել եւ փողոցում է, փոլիսի հետևում է իրեն, պատկերացրեք 115 մայլզ ժամական արագությամբ գնում է եւ շրջում է մեքենան։ Այսինքն պատկերացրեք մոտարապես 180 կիլոմետր ժամական, տեսնում եք, եւ այսպես մեքենան շրջվում է։ Բայց զարմանալիորեն իրեն շատ վնաս չի հասնում եւ կարողանում են մեքենայից հանեն եւ հետո ծնողներին են տեղեկացնում, եթե այսպես պետք է հետո որոշեն, որ սա չափահաս է, որտեղ երբեմն որոշ նայում են վիճակին, ինչ է, ինչպես է այդ տղան կամ աղջիկ չի տարբերում, որպես չափահաս տատի տան, թե որպես պատանի տատի տրվի։ Ես ուզում եմ հիմա խոսել Օքլահոմա Սիթի, Օքլահոմայում, ուզում եմ ձեզ ցույց տալ հիմա Embassy Suite, որ այստեղ էլ կա Ամերիկայում ամենտեղ կա։ Այս Embassy Suite-ը այնքան ջուն է գալիս, որ լրիվ տանիքը, առաստաղը, ռուֆը ջարդվում եւ ամեն ինչ այսպես տեսնում եք ներս է գալիս։ Սա այս ժամանակ նաեւ բարեբախտաբար ոչ ոք այդտեղ վնաս չի ունենում, ոչ մեկին վնաս չի ասնում, թե շենքի վնաս է ասել, բայց եւ կնորոքեն, բայց մարդկային վնաս չի լինում։ Ես ես ասել էի, որ մեկ երիտասարդ անձնավորություն, նաեւ երկու երեխա ունի, այս անձնավորությունը ասել էի, ձեզ գնալու է Թայփե, այսպես որտեղ պետք է Թայվան, պետք է շենք բարձրանա։ Բոլորը մատերով է կատարում։ Ապահովության գոտի չկա, գիտեք, երբ որ սար են բարձրանում, սա նաև բարձրանում է այդպես սար, որ երեք ձեզ ցուցադրեցի, ինչպես կարողանում եք գնալ, եւ հիմա այս շենքի վրա է բարձրացել, որ 1666 մետր, աշխարհի ամենաբարձր աշտարակներից մեկն է, պատկերացրեք 500 մետր բարձրություն, կարողանում է հաջողությամբ բարձրանա այս շենքի վրա, գիտեք բոլորը մատերով բարձրացել է այս շենքին բարձրությունքին։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, այդ ժամանակ մի երեխա ձեզ ցույց տամ, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է, աչքի վիրահատող բժիշկ է, իր գրասենյակներ ունի մասամբ Գլենդելում, Օրենջ Քաունթիում, Վալիում, նաև Փասադինայում, Գլենդելում ամենայն դեպս այստեղ Ջաքսոն փողոց, Քոլորադո եւ Գլենդել ավենյուի հատման այդ երեք փողոցը իրար հատում են, իրենք գրասենյակը այդտեղ է։ Եթե որևէ հարցեր ունեք աչքի վերաբերյալ, աղնոցի կարիք ունեք, լենզ պիտի տեղադրեք, բոլորը ինքը վիրահատող բժիշկ է, surgeon է։ Նաև իր ամենանոր կենտրոնը բաց է արել Orange County-ում։ Եթե դուք Orange County եք ապրում, ավելյալ տեղեկություն նաև այստեղ կարող եք զանգարել, ձեզ կօգնեն։ Ուրեմն իր ամենանոր կենտրոնը բացված է Orange County-ում, զանգարեք ժամադրության համար, եթե աչքի հետ որևէ հարցեր ունեք։ Raffi's Market-ն է հովանավորում ծրագիրը, Raffi's Market գտնվում է Բրաբանքում, Գլենդելի հարևանության է գտնվում։ Court Furniture-ն է հովանավորում, Ամերիկայում խոշոր ֆուրնիչերի խանութներից մեկն է, նոր մատրես, եթե պիտի գնեք, գրասեղան սեղան աթոռներ, այցելեք Central փողոց, նաև Santa Ana-ում խանութներ ունեն, նաև Orange County-ում Euclid եւ 405 Freeway եւ Նյու Յորքում, Ֆլորիդայում, Սան Ֆրանցիսկոյում, Օրեգոնում ամենտեղ խանութներ ունի Court Furniture-ը։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում, եթե bankruptcy պիտի ֆայլանեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում կամ accident ունեք, զանգարեք, խոսեք Անդրե Ղարիբյանի հետ։
Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, այս բժշկին զանգեք, հեռախոսը համար այստեղ տեսնում եք, Գլենդելում 616 իսկ Գլենոքս փողոցի վրա է գտնում։ Ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, այնտեղ իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն այս տարեցների կենտրոն ու կվերադարձնեն։ Ջակփաթն է հովանավորում ծրագիրը, ջակփաթ ցեզ է առաջարկում արտասահմանից բերված կոշիկներ, հագուստներ, պայուսակներ, շատ մատչելի գներով, անպայման այցելեք Ջակփաթ Pacific փողոցի վրա։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, Անաշե գիֆտը ցեզ է առաջարկում այս ինչ որ տեսնում եք, ինչ որ ուզում եք միս մանրացնել, կանաչի միրգեր, դտում, բադամջան, ինչ որ ուզում եք կարելի է անել սրանով, էլեկտրական է, $19.99 են դա ամենը իջեցրել են, ուրիշ տեղ նայեք $45 է, Անաշե գիֆտ գտնվում է Գլենոքս փողոցի վրա կվերադառնա։ Դուք եթե երեխա ունեք, երեխան մեքենայի մեջ անպայման այդ car seat-ի մեջ պիտի լինի եւ անպայման պետք է հետևի աթոռի վրա լինի երեխան, ոչ թե առաջ։ Հիմա Fullerton, California, որը այս մեր շրջանի հարավում է գտնվում, մեկ մայր իր երեխան առաջի աթոռի վրա է լինում, հիմա ինչպես է պատահել դա է, որ պոլիսը նայում է, որ արդյոք պետք է տատի տալ այս մայրիկին, թե ոչ։ Դուռը բացվում, այս 19 ամսական երեխան մեքենայից դուրս է ընկնում։ Բարեբախտաբար ինքը կանգնում է, տեսեք երեխան այս երկու մեքենայի մեջտեղ է, տեսեք մեքենայի դուռը բացվում է, երեխան վայր է ընկնում, հետևից մի ուրիշ մեքենա է գալիս, նա նաև տորմոզ է անում, հիմա որովհետև իր առջևը մյուս մեքենան կանգներ էր տորմոզ արեց, թե տեսել էր երեխային տորմոզ արել, դա հայտնի չի, դա անսովոր մի վիճակ, որ առաջի դուռը բացվի, երեխան աթոռի մեջ չլինի, տեսեք անուշադիր, ինչքան անձը պիտի անուշադիր լինի, որ այսպես վիճակ ստեղծվի, ամենայն դեպս դուք անպայման հիշեք, ձեր երեխան միշտ պետք է աթոռին մեջ լինի, թե ոչ մեծ վտանգ է սպասում իրենց եւ հետևին աթոռի մեջ, հետևի աթոռում։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։